Աջակցել է երեք թուրքերին, Օսմանյան Թուրքիայում հասնել։ Ժորժը մեր պատմություն չէ, մեր որ ուզենային կասեցնել, վաղուց կասեցնեին, չէ ընդհանրապես պետք չի կասեցնել, ով ասում պետք է։ Պարոն Ալեքսանյան, դուք երբ եք ստանձնել Վարդան Ղուկասյանի շահերի պաշտպանությունը։ Ես առհասարակ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ նաև որոշակի առումով զբաղվելու գործառույթներ ու լիազորություններ ունեմ, որը ստանձնել եմ իհարկե։ Մարդ ասում է, որ Սերժ Սարգսյանը ուզում է իրան ու իր ընտանիքի նկատմամբ մահափորձ, բայց չանհանգստանա։ Ոնց չի ասում։ Ասում է, Սերժ Սարգսյանի անունը։ Հիմա որ միացնեմ ներողություն կխնդրեք, դե ոնց չէ, դե որ չէ, ուրեմն չէ։ Տոցագրպանում հեռախոս եմ պահում, հեռախոսում կա նաև հենց հիմա չէ, կարամ ուղղակի search անեմ, հեռախոսումս ցավոք սրտի կան նաև ընդդիմադիր լրատվականների մի շարք էջ։ Ես հույս ունեմ, որ այո։ Իվարկը։ Բայց դուք եք Վարդան Ղուկասյանին թալանչի, մարտասպան, Եվ հիմա ամեն մի թալանչու պետքա սպանել կամ ընտանիքին պետքա սպանել։ Ժողովուրդ ջան, ես չեք ասում։ Ժողովրդավարական երկիր ռեալ վտանգ եք տեսնում, թե ես չգիտեմ, մարդը հրապարակային հայտարարություն անում, կարծում եմ դա պետքա հետ, բայց 7 տարին ինչ կապ ունի, մի ամսվա հայտարարություն է, ժողովուրդ ջան։ Դե հիմա ես ինչ անեմ, որ նոր անեմ։ Իվարկյամ, հեսա ես կփորձեմ գտնել, բայց վստահ եմ, որ դուք եք կգտնեք, եթե ուզենաք։ Խորացած չենք, Վարդանի կագետ չես ուղղակի։ Ժողովուրդ, տնից եք ասում ոնց որ թե բաներ, ես էի Վարդան Ղուկասյանի, հրապարակ օրաթերթը ինձ նույնիսկ բաներ անում, ոնց որ դուք չէիք հարգել հրապարակ օրաթերթ, որ գրել էիք ընտրություններից առաջ ԿՊ-ի ներքին հարցումներով Սարիկ Մինասյանը 4-րդ։ Երբեք չի ունեցել ԿՊ-ի ներքին հարցում, որով Սարիկ Մինասյանը չլինի առաջին։ Դե ինչ։ Ինչը տեսակ, 17000 ռեկորդային ձայնը տեսակ, տեսակով է 4-րդը։ Ասենք ակնհայտ ֆեյքը տպել եք, մի հատ էլ ասում եք բան։ Ու պրիտոմ ԿՊ-ի ներքին հարցումներով չեք գրել, օրինակ Դաշնակցության ներքին հարցումներով։ Այդ ձայները գիտենք ինչպես են հավաքվում։ Ինչ վարչական ռեսուրս։ Մի օրինակ, որ ծերանոցի ծերերին ստիպողաբար տանում էին Մարտուն Գրիգորյանի համար քվեարկելով։ Ծերերը մասնակցում Այո, այդ ծերերը Մարտուն Գրիգորյանի համար մասնակցում էին ու ՀԺ-ից Հերմինեներ, չէ՞ որ լուսաբանեց, այո, ձեր գործընկեր լրագրողն է գնաց այդ ծերերին հարցրեց, ասեց, ձեզ ում են ասել, որ քվեարկեք, ու այդ ծերը ասեց, որ Մարտուն Գրիգորյանին է։ Մամուլում տեղեկություններ կան, որ Վիվարոյի Վիգենի միջոցով ինչ-որ ընտրակաշարքի մեխանիզմ է։ Մամուլում չի սոցցանցերում այդպես տեղեկություններ։ Սոցցանցերում չի, չէ, եկեք ճշմարտությունը ասենք, ընդդիմադիր հետաքրքիր ֆեյքերից մեկը, որը հիմա վերանվանվել է, կարծեմ այդ ֆեյքը վարելու համար ժամանակին մի քանի հոգի ձերբակալվել էր, եթե չեք հիշում, ես ձեզ կարամ հիշեցնեմ, եթե չեմ սխալվում, Սաղաթելյան Արիկենք էին ձերբակալվել այդ կոնկրետ այդ ֆեյքը վարելու համար, հիմա այդ ֆեյքը ուղղակի անվանափոխվել է, ես ուրիշ ֆեյք էր, հիմա կարծում եմ իմ տպավորությամբ այդ ֆեյքը ուղղակի անվանափոխվել է ու նույն մարդիկ են իմ ընկալմամբ վարում, ովքեր այն անգամ գուցե չբացահայտվեցին ու այդ կոնկրետ ֆեյքը, որ ԿՊ-ն ընտրակաշարք է բաժանում, 1000 ներողություն են, 1000 ներողություն, այդ կատարյալ աբսուրդ է ուղղակի, մի բերեք բան արեք մարդկանց բան գցեք, եթե ինչ-որ մեկը տենց պնդում է անում մարդ իրա դեմքով, ով պատրաստ է այդ պնդումը անի իրա դեմքով, ով պատրաստ է ակնարկում, ասում կա մարդ, ով այդ պնդումը կանի, մենք իրա հետ կգնանք դատարան ու կապացուցենք։ Պարոն Ալեքսանյան, համաձայն եք, որ ասենք հիմա ես ասում եմ հրապարակ օրաթերթն է, դե հիմա կարող է հրապարակ օրաթերթն է իրականում Վիվարոյի հաշիվներով գումար լիցքավորել, որ Վարդան Ղուկասյանին ընտրեն։ Բայց դուք ինչ եք պրոյեկտում։ Դե դե ասում եք դժվար է ապացուցել, ասում եմ թող ինչ-որ մեկ այդ պնդումը անի, որ մենք է բան անենք։ Հիմա ո՞նց ենք մենք ապացուցում, որ Կարեն Սիմոնյանի թիմը ընտրակաշարք է բաժանել։ Զապիսներով մարդիկ բերան ասում են փող կֆռա, մեզին այնպես մարդիկ են։ Միսները չունեն, հիմա ասենք միս տեխնացիները։ Ժողովուրդ ջան, մեզ ընտրակաշարք բաժանելու մեջ մեղադրելը աշխարհի ամենավերջին անբարոյականությունն է, որտեղ մենք երբեք կյանքի եւ ոչ մի պարագայում մեզ թույլ չենք տվել եւ թույլ չենք տա ընտրակաշարք բաժանել, որտեղ մենք ունենք արժե համակարգային խիստ տարանջատում, թե Վարդանիկից, որ ընտրողներին ինչ կֆուր ասես տալիս էր այդ զապիսներով հայտնի, թե այս Քոչարյանական մյուս խմբավորումից Կարեն Սիմոնյանի ձեռամբ գործող, որը որ
մարդկանց ասում էր մեզ համար կարևոր չէ թե ինչ ում են, իրանց այնց մարդիկ են մեզ պետք որ կարևոր չի թե ում կուզենան, այնքան որ իրանց փող տա։ Որ գաղտնալսեն ինչ կգտնեն, որ գաղտնալսեն այդ մարդկանց հասցեին, փող բաժանող մարդկանց հասցեին մենակ մի 10 հարգանի հայհոյան կարող է գտնել, ուրիշ բան չեն կարող գտնել։ Միանշանակ եմ ձեզ պնդում, ուրիշ բան չեն կարող գտնել։ Այդ փող բաժանած, ընտրողների նկատմամբ հայհոյանքներ կիրառած Եվ որ իշխանություն չլինի, ինչ փայլակ ջան, անկեղծ դուք գյումրեցիք, դուք գյումրեցիք, չէ՞։ Սկանդալային ձայնագրություններ հայտնվեն։ Ես ընդհանրապես դեմ։ Հա, ես գյումրեցի եմ։ Դուք գյումրեցի եք։ Այո։ Դուք լսել եք որևիցե գյումրեցուց նման բան, որ ԿՊ-ն կաշառք բաժան։ Չէ։ Շնորհակալություն ազնվության համար, ուրիշ բան չեմ ասում։ Պարոն Ալեքսանյան, Տելեգրամյան ալիքներում տեղեկատվություն է տարածվում, որ ընդդիմությունը պատրաստում է այսպես քաոսային իրավիճակ ու նաև տեղեկատվական դաշտում։ Այսօրվա դեպքերը ազգային ժողովում կան, ենթադրել, որ դրա նախերգում։ Ենթադրաբար շատ միանշանակ է, երեք այդ հրապարակումը եղավ մամուլում, որ նմանատիպ բան է նախապատրաստում, այսօր սինխրոնացված կերպով ազգային ժողովում լարեցին ու սրեցին իրավիճակը, նույնը փորձեցին անել նաև Երևանի քաղաքապետարանում ու լրիվ ակնհայտ է, որ այս ուղղությամբ քայլեր են ինչ-որ ձեռնարկվում։ Տելեգրամյան ալիքներից մեկը արտատպել էին մյուս լրատվամիջոցները։ Իշխանական։ Իսկ առաջիկա Չգիտեմ ինչքանով իշխանական, ինչքանով չէ, ինչքան ես եմ։ Իսկ Տելեգրամյան ալիքը ունի։ Եթե չեմ սխալվում, Բաղրամյան 26-ներ գտնում։ Հա, բանը այն խիստ տարբերվում է այդ ալիքը մյուս տելեգրամյան ալիքներից, օրինակ այն մի հատ ինչ կար, այն որ նախընտրական շրջանում բոլոր ընդդիմադիր լրատվականները անխտիր ցիտում էին, այն ինչ էր մեդիա, չէ, ինչ է, մեդիապորտ, այն որ բացարձակ ստերի տեզերքի չեմպիոն էր ուղղակի, հա դա չկա, բայց նկատեմ խիստ տարբերվում է օրինակ այդ ընդդիմադիր լրատվականներից ցիտած տելեգրամյան ալիքներից դրանով, որ սովորաբար արժանահավատ տեղեկատվություններ ա տպում։ Որ իշխանական է։ Չէ, որ բացարձակ ճշմարտություններ է սովորաբար տպում։ Զուտ մեդիապորտը հիշում եք ժողովուրդ ջան, ձեր բոլորի լրատվականները համարյա արտատպում էին մեդիապորտ։ Դուք հիշում եք ինչ ստեր էր տպվում այնտեղ։ Ու հիմա բան է կանում, բա իշխանական։ Հա, իշխանական։ Եթե իշխանական էլ լինի, եթե իշխանամերձել լինի, այդ վատ բան չի լրատվականի հասցեին։ Ձեզ անկեղծ եմ ասում, որտեվ իշխանամերձ լրատվականները մեդիապորտ չեն արտատպել։ Շնորհակալություն։